Տեր Հիսուսն ասում է. ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, եւ ես ձեզ հանգիստ կտամ։ Եվ իմ լուծը ձեր վրա առեք, որ իմ բեռը քաղցր է եւ իմ լուծը թեթև։ Եվ ինձանից սովորեք, որ հեզ եմ եւ սրտով խոնար։ Սիրելի բարեկամ, սիրելի քրիստոնյա, մի կարևոր բան, որ կուզենայի անդրադառնալ այս ուղերձի մեջ, այն է, որ առաջին դրվագում Քրիստոսը մեզ առաջարկում է, որ իր մոտ գանք, որտեղ հոգնած ենք այս կյանքից ու բեռնավորված, եւ նա խոստացել է, որ մեզ հանգիստ կտա։ Այո, եւ դա այդպես է։ Նա մեզ բոլորիս հանգստություն եւ խաղաղություն է տալիս։ Բայց շարունակության մեջ Տեր Հիսուսն ասում է, որ իմ լուծը ձեր վրա առեք եւ ինձանից սովորեք։ Գիտեք, սիրելիներ, Աստծուն ծառայելը սա ամենամեծ փորձառությունն է, որտեղ մենք իսկապես հայտնաբերում ենք, որ մենք արդյոք Քրիստոսի նմանությունն ունենք այս հեզության եւ խոնարհության հարցում։ Եվ Աստծո բոլոր փորձառությունները մեծ մասամբ կարելի ասել դա մեր կենցաղային, դա մեր սոցիալական կյանքում է դրսևորվում։ Թող Աստված օրհնի ձեզ, որ մենք բոլորս այս կյանքում ապրելով, Քրիստոսին հետևելով, նրանից սովորենք նրա այն ամենաարժեքավոր բաներից, նրան նման լինել, հեզ եւ խոնար։ Թող Աստված օրհնի ձեզ, ծառայեք Տիրոջը եւ ծառայության մեջ փորձառաբար կտեսնեք ինչպիսին եք։ Տեր օրհնի ձեզ։